Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1 Պարոն Ալեքսանյան, Գյումրիում նախընտրական իրավիճակը նախ ինչպես կգնահատեք, քանի օր է նախընտրել մի քանի օր է արդեն այստեղ եմ, կարելի է ասել մի 2-3 օր ավելի շատ, քան Թևանյան Անդրանիկենց Ռուսաստանից բերած, Դումայից բերած պատգամավորը կամ չգիտեմ որտեղից բերած սառեցված սրբազանը։ Իրավիճակը շատ լավ եմ գնահատում, որովհետև առնվազն ակնհայտ է, թե ինչ ջերմությամբ են գյումրեցիները ընդունում մեր թեկնածուին ու մեր թիմին։ Պարոն Ալեքսանյան, տեսեք, ասում եք սառեցված սրբազան, փոխադարձաբար Գյումրու նախընտրական քարոզարշավը ինչ մեկնարկել է կամ հայտարարվել է ընտրությունների օրվա մասին, փոխադարձաբար վիրավորանքներ։ Փոխադարձաբար չի, ի սկզբանե չէ։ Ի սկզբանե փոխադարձաբար չի եղել, ի սկզբանե եղել է Եվլախական ուժերի կողմից, ի սկզբանե եղել է Եվլախում կապիտուլյացիա ստորագրած ուժերի Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի թիմերի կողմից, փորձել են, որ այս ընտրությունները կապեն Ղարաբաղի հետ, փորձել են այդ թեմայով վիրավորանքներ հնչեցնել, մոռանալով, որ իրենց ճակատին դաջված է Եվլախական եզրույթը, որպես այդպիսի, որտեղ իրենք մարդիկ են, ովքեր Եվլախում ստորագրել են Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիա։ Բայց ներողություն, պարոն Ալեքսանյան, Նիկոլ Փաշինյանն է հայտարարել Արցախ-Ադրբեջան եւ եռակողմ հայտարարության ստորագրություններից մեկը պատկանում է։ Ես իհարկե հասկանում եմ, որ շատ դից հետաքրքիր է անդադ Պրահան մեջ բերելը։ Պրահայի ստորագրությունից հետո դեռ երկար ժամանակ Լեռնային Ղարաբաղում եւ ոչ մի փոփոխություն չկա։ Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիան ստորագրվեց այն ժամանակ, երբ որ Ազգային ժողովի սերժական ու քոչայանական խմբակցությունների ցնծությամբ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ իշխանազավթում։ Իշխանազավթումից հետո ուզում եմ ձեզ հիշեցնել Սերժի խմբակցության ղեկավարի Հայկ Մամիջանյանի տեքստերը։ Մի քանի ժամից կտեսնեք, թե ինչ դրական փոփոխություն է տեղի ունենալու։ Դրանից ընդամենը 1 օր կամ 1.5 օր հետո սկսվեց այն ինչը, որ սկսվեց ու ստորագրվեց այն ինչը, որ ստորագրվեց։ Դրական փոփոխություն ասելով Սերժի խմբակցությունը, Քոչարյանի խմբակցությունը կամ առհասարակ այդ Եվլախական խունտան ըստ երևույթին նկատի ուներ տեղի ունեցած։ Ալեքսանյան, այդքան հայրենասերեիք թույլ չտայիք իշխանազավթումը ձեր ասած։ Դե փաստացի մենք չկարողացանք դա թույլ չտալ։ Մենք չկարողացանք դա թույլ չտալ, բայց ի սկզբանե մենք այնտեղ հիշում եք ինչ խոսքեր էին ասում։ Արցախը Հայաստանը։ TV5-ի հեռուստաալիքի ռեպորտաժն եմ այսօրվա պես հիշում։ Այլևս Նիկոլ Փաշինյանը ու քաղաքացիական պայմանագիրը կարող եմ երկու բառ սխալ ասեմ, ազդեցություն չեն կարող ունենալ Լեռնային Ղարաբաղում կայացվելիք որոշումների վրա։ Ու դրանից ընդամենը մի քանի օր հետո ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիա։ TV5-ը չի ղեկավարում մեր երկիրը։ TV5-ը չի ղեկավարում մեր երկիրը, բայց TV5-ը արտացոլում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետները։ Հիմա CVKM-ը քաղաքացիական պայմանագիր կուսակցության լրատվական կայքն է։ Եվ CVKM-ի կարելի է Բայց չեմ հասկանում ինչ եք ասում անկեղծ ասում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական կայքն է։ Հասկանում եմ։ Պարոն Ալեքսանյան, Գյումրի ընտրությունների հետ կապ ունի նման խոսույթը։ Մենք կարծում էինք, որ կապ չունի ու մենք այս խոսույթով չէինք մտել ընտրապայքար։ Մենք մտել էինք ընտրապայքար այն խոսույթով, որ Գյումրիում այս պահին կա 180 նորոգված փողոց, որից 140-ը նորոգվել է 2018-ից հետո։ Մինչև 2018-ը Գյումրիում եղել է նորոգված 40 փողոց։ Ու այդ մարդիկ, ովքեր ինչ ա եղել 2016-ից Գյումրիում Տիկին, խնդրում եմ, Տիկին, կներեք, օրիորդ, հարգելի լրագրող, խնդրում եմ, ամեն դեպքում թույլ տվեք ես հարցազրույց տամ, դուք եթե ուզում եք, կարող եք հետո ասուլիս տալ ու խոսել։ 2016-ից հետո հանրապետականների օրը Գյումրիում նորոգվել է 1 փողոց։ 1 փողոց, ու այդ փողոցը բացելու տոնախմբությունը այսօրվա պես հիշում եմ, մի հատիկ փողոց էր նորոգվել Գյումրիում։ Ֆայտոն էին բերել, հատերական ներկայացում էին տալի մի հատիկ նորոգված փողոցի համար։ Մի հատիկ։ Քանի սուբվենցիոն ծրագիրեր, եթե չեմ սիրում 28 Թիվը չեմ կարող ասեմ, բայց միլիարդների մասին է խոսքը, գյումրեցիները դա հստակ տեսնում են, նույնիսկ ինձ շատ են մոտեցել, ասում են Գյումրին առհասարակ մարդա համար 2018-ից հետո է մտել։ Այդ արտահայտությունն եմ ես լսել գյումրեցիներից։
քաղաքացիական։ Կներեք, ես Սերժ Սարգսյանը չեմ, որ գամ Շիրակում կանգնեմ 100-ից 80 խփեմ, 70 խփեմ, թե 60։ Ես եթե ամեն մեկը եթե Սերժը երկու տեխնացու է առաջադրել Ռուբեն Մխիթարյան ու Մարտուն Գրիգորյան, եթե Քոչյանը երկու տեխնացու է առաջադրել Կարեն Սիմոնյան ու Վարդանիկ Ղուկասյան, պիտի հիշատակեմ։ Պարոն Ալեքսանյան, այն խոսույթ կա նաև, որ Ով է երկուս։ Դե Սերժ Սարգսյանի կուսակցության հանրապետականի երիտ թևը, երբ որ Ռուբեն Մխիթարյանի համար հանդիպումներ է կազմակերպում նախագահի ու փոխնախագահի մակարդակով, ու Ռուբեն Մխիթարյանն էլ ասում էր ովքեր ինձ կապում են նախկիների հետ, ինչ որ վատ բան են ուտում, հետաքրքիր է գնացեք Ռուբեն Մխիթարյանից հարցրեք, թե ինչ դիետայի վրա է ինքը։ կներեք էլի, այ գյումրեցիներին կարծես իրար դեմ են հանում, մեկը մյուսին թուրք անվանելով կամ Սրիկայություն է, գյումրեցիների 60%-ը Գյումրեցիների 60%-ը 2021-ին իր ձայնը տվել է քաղաքացիական պայմանագրին։ Այդ 60%-ին թուրք ասողը սրիկա է, ամենավերջին սրիկան է Գյումրեցիների 60%-ին թուրք ասողը։ Առհասարակ երբևէ լսել եք մի քաղաքական թիմի ընտրողին մի բան ասեմ։ Մեր թիմը մի քաղաքական թիմի ընտրողին մի բան ասի։ Քաղաքական ղեկավարներին հա շատ բան ենք ասում, կարանք հակադարձենք, կարանք վիճենք, կարանք նույնիսկ ավելի թեժացնենք այդ բանավեճը, բայց լսել եք մեկի ընտրողին մի բառ, մի տառ ասենք, մի վիրավորում կպցնենք, մի պիտակ կպցնենք որպես այդպեսին եղել է տենց բան։ Պարոն Ալեքսանյան, ձեր նախընտրական դրույթների 70%-ը 21 թվի դրույթներն է Գյումրիի չիրագործված։ Դե հա, որովհետև այո։ Եվ ինչու 2 տարի դուք ժամանակ ունեիք, ինչու որոշ մասը չիրականացվեց ու հիմա ինչ երաշխիք հենց մեր նախընտրական ծրագիրը սահուն չիրագործելու, բազմաթիվ խոչընդոտներ դրա շուրջ ստեղծելու, նորմալ համագործակցություն չկազմակերպելու ու նաև քաղաքական կառավարման փոխարեն ստվերային կառավարման համակարգ ներդնելու հետևանքով է, որ մենք խզեցինք մեր համագործակցությունը Բալասանյան դաշինքի հետ, ասելով, որ մենք չենք կարողանում այսպես կառավարել ու մենք չենք կարողանում այսպես իրագործել նաև մեր տված խոստումները։ Հենց դրա համար էր, որ տեղի մեր թիմը խզեց այդ հուշագիրը ու ասաց, մենք այսպես չենք կարող հանդես կգանք որպես դասական ընդդիմություն, ինչը եւ անում էր։ Հիմա ինչ երաշխիք կա, որ այս անգամ էլ նույն ցախողումը տեղի։ Երաշխիքը Գյումրեցու 50+ քվեն պետք է լինի քաղաքացիական պայմանագրին, որովհետև հիմա էլ եմ շեշտում, ընտրելով Ռուբեն Մխիթարյանին, ընտրելով Մարտուն Գրիգորյանին, ընտրելով Կարեն Սիմոնյանին, բոլորը ընտրելու են Վարդան Ղուկասյանին։ Այս թիմերը իրենց քվեն տալու են Վարդան Ղուկասյանին, եթե մենք 50+% չունեցանք։ Բայց ես վստահ եմ, հա ես ուրիշ բան եմ ասում, ես ասում եմ եկեք այդ մարդկանց ինչ անենք, ասում եթե ընտրեք իրանք քվեն հետ ընտրական փուլը տալու են Վարդան Ղուկասյանին։ Մարդիկ պետքա զգուշացված լինեն, որ ընտրելով Մխիթարյան Ռուբեն, ընտրում են Վարդանիկ, որ ընտրելով Կարեն Սիմոնյան, ընտրում են Վարդանիկ, որ ընտրելով Մարտուն Գրիգորյան, ընտրում են Վարդանիկին։ ընտրելով ՔՊ ինչ են ընտրում։ ՔՊ որովհետև ԿՊ-ն այս ընտրություններին մասնակցում է սեփական անունով, չի թաքնվում ինչ որ իմ հզոր տանձ, իմ հզոր խնձոր, մեր տանձը կամ մեր խնձորը բաների տեխնա։ Պարոն Ալեքսանյան, տեսեք, դուք ստվերանության մասը այդպես էլ չներկայացրեցիք, ինչը նկատի ունեք ստվերան։ Ինչը նկատի ունենք, որ Բալասանյան դաշինքը փաստացի ունեցել է այդ համայնքապետարանում համայնքապետ եւ ունեցել է մի հատ էլ ստվերային համայնքապետ։ Երկու տեղակալներ եք ունեցել։ Հա, մենք ունեցել ենք երկու տեղակալներ, որոնց գյումրեցիները իդեպ շատ սիրում են։ Էդ էլ ձեզ ֆիքս։ Ոնց չեն ճանաչում։ Դավիթ Արուշանյանին չեն ճանաչում։ Ճանաչեցին նույնիսկ չի ինքը ոչ մի լրատվական հարցազրույց չի տվել։ Դե շատ լավ։ Դե ոչինչ, հիմա մարդն էլ կարող է այդ ոչի։ Դուք որ լրատվականից եք։ Հա։ Պարոն Ալեքսանյան, տեսեք, ձեր քաղաքական թիմը անկեղծ ասած չգիտեմ, դուք անձամբ քննադատեցիք թե չէ, Մայր Հայաստանի կողքին, երբ տեսան Կարեն Ջավալյանին, Քյոխին նույն ինքը, մեր քաղաքական թիմը ով։ Մեր քաղաքական թիմը ով։ Ձեր թիմի անդամներից էին քննադատել, ձեր ավականու անդամներին։ Չասեք ով, որ ավականը։ Քրիստինե Վարդանյանը օրինակ։ Երևանի ավականը, հա։ Նկատում եմ ընդհանուր թիմի քննադատեցին։ Դե ես կարծում եմ մենակ մեր թիմը չէր, ես Facebook-ը որ նայում եմ օրինակ լրահոսը, բազմաթիվ մարդիկ նույնիսկ նեյտրալ, նաև ոչ մեր կուսակցությանը հարող բազմաթիվ մարդիկ քննադատում էին հիմա։ Եվ չեմ ժխտում, ես հարց եմ հնչեցնում։ Հիմա այսօր լուսանկարներ տարածվեցին, որ շամարտիկ Արթուր Ալեքսանյանը ներկա է գտնվել Սարիկ Մինասյանի հետ եւ մասնակցել է ըստ էության նախընտրական քարոզարշավին եւ դատապարտման։ Մասնակցել է քարոզարշավին, ով է դատապարտում։ Նախ ես ինչքան գիտեմ քարոզարշավին չի մասնակցել, միասին սպորտ դպրոց։ Միասին իր անվան սպորտ կներեք էլի, Արթուր Ալեքսանյանը մեր չեմպիոնն է, որին մենք շատ սիրում ու շատ հարգում ենք, ու այնքան ենք սիրում, այնքան ենք մենք սիրում ու հարգում Արթուր Ալեքսյանին ու իր ամակը գնահատում,
որ իր անունով մարզադպրոց են կառուցում ու ձեր նշած այդ իր հետ հայտ գալը Սարիկ Մինասյանի, Սարիկ Մինասյանը համայնքապետի պաշտոնակատար է։ Արթուր լսեք, էլի քարոզարշավի մեջ չի եղել ձեր ասած դեպքը, միջև քարոզարշավը իրար հետ գնացել են մարզադպրոցի աշխատանքներին ծանոթանալու։ Հիմա եթե կար Գյումրիում ուրիշ համայնքապետի տեխնացու, որ կարող էր չեմպիոններից մեկի անունով ու կամ քաղաքական թիմ Սերժը կամ Քոչյանը չեմպիոնների անունով մեծ մարզադպրոց կառուցեին, թող կառուցեին, օլիմպիական չեմպիոններն էլ նրանց հետ գնային աշխատանքներին ծանոթանալ, ասում եմ, այդ մարդուն ասում եք մասնակցել է քարոզարշավին, ասում եմ չի մասնակցել։ Շատ ուրախ կլինեի, եթե մասնակցեր։ Ասած մեկ շաբաթ առաջ է տեղ ունեցել, իսկ մեկ շաբաթ առաջ արդեն մոտավոր ժամկետը ասել, այդտեղ պետքա ֆիքս։ Կարող էին օրինակ ամսի 31-ից հետո այդ։ Դե բա որ գործը թողնեին հետո իվա։ Դե տենց ժողովուրդ ջան, ամսի 30 Դե հիմա դուք եք ընկալողը, ես էլ ձեր աչքի առաջ ասում եմ նախընտրական քարոզարշավի մեջ չի եղել։ Քարոզարշավի մեջ չի եղել, իրար հետ այցելել են Արթուր Ալեքսյանի անվան մարզադպրոցի շինարարության աշխատանքներին ծանոթանալ։ Մեկ հարց ևս, պարոն Ալեքսանյան, եթե ձեզ չհաջողվի Գյումրիում այսպես հասնել իշխանության, արդյոք Ալավերդու Վանաձորի սցենարը այստեղ կկրկնվի եւ նորից քրեական գործերով, այլ ճնշումներով կզավթեք իշխանությունը, ինչպես Որտեղ ենք զավթել։ Ալավերդիում։ Ոնց ենք զավթել։ Ոնց ենք զավթել Ալավերդիում։ Ես գիտեմ, որ այնտեղ տեղի ա ունեցել հետեւյալը Ալավերդիում ավականու անդամներից մեկը բանի կներեք դե հիմա հարց եք տվեք կթողեք պատասխան ապրելու երկիր խմբակցության անդամներից մեկը ինքը քաղաքական հայտարարությունը արել թե ինչ է ինքը դուրս գալիս այդ խմբակցությունից դուրս է եկել այդ խմբակցությունից ու մեզ էլ առաջարկել է որպեսզի մենք միասին բան անենք միասին համայնքապետի տեխնացու առաջադրենք բայց այդտեղ մի կարևոր նյուանս էլ կա ապրել Ալավերդիում իշխանազավթում բառը որ ասում եք մենք հիշենք Ալավերդիում ինչ ա եղել էլի Ալավերդիում 3 ուժ են մասնակցել ընտրություններին ԿՊ-ն, ապրելու երկիրը ու ՀԱԿ-ը այդ ընտրություններում անցողիկ շեմը չի հաղթահարել։ Կես տոկոս էր հավաքել թե 0.4 չեմ հիշում։ Ստացել է 1 մանդատ բոնուսային ընտրակարգով։ Ու այդ իրա ստացած 100 քանի ձեն էր ստացել, եթե չեմ սխալվում։ Այդ մի մանդատը եղել է որոշիչ ու իդեպ իրաց առաջին համարը հրաժարվել է նույնիսկ քվեարկել ապրելու երկրի օգտին։ Այնուամենայնիվ այդ ընտրությունները կայացել են, մենք ժողովրդի կամքը կներեք մի վարքյան։ Մենք ժողովրդի կամքը հարգել ենք, ասել ենք նույնիսկ բոնուսային ընտրակարգով, նույնիսկ այս ձևով, երբ որ մեզ հաղթում են, մենք պատրաստ ենք դա ընդունել, ժողովուրդ ջան։ Բայց դրանից հետո այդ խմբակցությունից մի հատ ավականու անդամ է դուրս եկել, հայտարարություն է տարածել, իդեպ շատ հարգված մարդ Ալավերդի համայնքում դուրս է եկել ու ասել է, որ պատրաստ է մեզ միանալ, մենք էլ ասել ենք շատ լավ, իսկ ինչի պետք է ասեինք, չէ, չեմ կարող ասել։ Ստախուրյանում եւ Բարձրումի Իգիթյանը հաղթեց ամիսներ անց, սկսեց առողջականը վատանալ, հրաժարական ներկայացրեց։ Դե կներեք, հիմա կներեք, ես բան չեմ, էլի, բժիշկ չեմ մասնակցությամբ։ Բա ասում եք առողջականը վատանալ, հիմա ինչ եք առաջարկում։ Դե ինչ ան դիագնոզը նայեմ, էպիկրիզը նայեմ, ինչ անեմ, ասեմ։ Չեմ հասկանում ձեր հարցը, ասում եք սկսեց առողջականը վատանալ, ինչ նկատի ունեք։ Նկատի ունի, որ դա պատրվակ է, պարոն Ալեքսանյան, եւ առողջական խնդիրներ չուներ։ Դե հիմա իրանից հարցրեք, ես չգիտեմ։ Բա էլի եմ ասում։ Ձեզ էլ ժողովուրդ ջան, մերսի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1